Լասկալայի, Կովենտ Գարդենի, Մետրոպոլիտեն օպերայի և Արենա դի Վերոնայի աստղ Վիտորիո Գրիգոլոն համաշխարհային այս առաջնակարգ երաժշտական բեմահարթակներից հետո առաջին անգամ հանդես կգա Երևանում Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Մեր օրերի ամենափնտրված տենորներից մեկը լրագրողների հետ հանդիպումը սկսեց մայստրո Թոփչյանին, համերգի գաղափարի հեղինակ Վահան Վարդապետյանին և ամբողջ թիմին հասցեագրված երախտագիտության խոսքերով, ինչպես նաև հոգևոր հարազատության մասին խոստովանությամբ։ Dr. Verdapetyan is my brother. Դոկտոր Վարդապետյանն իմ եղբայրն է եւ իր նախաձեռնությամբ է, որ այստեղ եմ։ Չեք կարող պատկերացնել, թե ձեր երկիրը որքան մոտ է իմ սրտին։ Մշտապես գերված եմ եղել հայկական երաժշտությամբ, ձեր դլեյամանով ու դուդուկի մեղեդիներով։ Շատ կարևոր է իմանալ այն երկրի մշակույթն ու երաժշտարվեստը, որտեղ ելույթ ես ունենալու։ Բժիշկ Վարդապետյանը Գրիգոլոյի ստեղծագործական վերելքին հետևում է շատ վաղուց և նրա փայլուն ելույթներից իր հիացմունքը կիսել է Էդուարդ Թոփչյանի հետ։ Այժմ հպարտությամբ է արձանագրում, որ հռչակավոր տենորը երգելու է մեր փառահեղ նվագախմբի հետ, որի կատարողական արվեստը նրա գնահատմամբ չի զիջում աշխարհի ամենաբարձրակարգ նվագախմբերին։ Ես ամեն անգամ, երբ եվրոպական ամենահանրահայտ նվագախմբերի կատարումներ եմ լսում, իսկույն համեմատում եմ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և հպարտությամբ է իմ սիրտը համակում, որ շատ դեպքերում մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի մակարդակը ոչ միայն չի զիջում, այլ շատ հաճախ նաև գերազանցում է։ Եվ փաստորեն մեր ֆիլհարմոնիկ օրկեստրի 100-ամյա տոնակատարության նոբելյանական այս միջոցառումների շարքում նաև տեղ է գտել այս համերգը, ու ես վստահ եմ, որ այն պետք է լինի կուլմինացիոն կետերից մեկը, որովհետև հրավիրյալ արտիստը աշխարհի ամենաերևելի արտիստներից մեկն է։ Երևանյան համերգի ծրագիրը մշակվել է կողմերի տևական քննարկումների արդյունքում, այն առավելապես ներառում է հանրահայտ և ամենասիրված մեղեդիներ, բայց Թոփչյանը լիահույս է, որ այս գործակցությունը շարունակվելու է օպերային բարդագույն երգացանկով։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը հիանալի կլինի, ինքը լավագույն տենորներից մեկն է պատմության և հիանալի է, որ այսօր մեր երկրում է, ու ես վստահ եմ, որ մենք սկսել ենք այսպիսի պոպուլյար ծրագրից, բայց դեռ առիթներ պետք է ունենանք, օպերաներ անենք միասին։ Դասական օպերային երգացանկին զուգահեռ Գրիգոլոն երգել է ռոքի, ջազի, փոփի լեգենդներ Սթինգի, Բրայան Մեյի, Ջեյմս Թեյլորի հետ, իսկ 2008-ին Բերնստայնի 6-տալյան պատմության ձայնագրության համար նա արժանացավ Գրեմմիի։ Շեքսպիրյան Համլետի «Լինել թե չլինել» մենախոսության օրինակով Գրիգոլոն շեշտում է, թե որքան անհատական կարող են լինել արտիստական հեղինակային մեկնաբանությունները։ To be or not to be, that is the question. To be or not to be, that is the question. To be or not to be, that is the question. Յուրաքանչյուր ստեղծագործություն կորցնում է հոգին, եթե չես փորձում որևէ իմաստ փոխանցել հանդիսատեսին, եւ թե ինչպես ես արտաբերում լինել թե չլինելը, իմաստը փոխվում է։ Թատրոնում կարող ես դադար տալ, իսկ օպերայում ոչ, ուստի պետք է լիարժեք արտահայտել զգացմունքները, հույզերը եւ ամեն անգամ նորովի ներկայացնել երաժշտությունը, որովհետեւ մարդ ես, իսկ մարդու գեղեցկությունը հենց այն է, որ երբեք որևէ բան չի կարող նույն կերպ կրկնել։ Հրաժեշտից առաջ Գրիգոլոն դարձյալ նշեց, Հայաստանից մի մասնիկ կրում է հենց իր մարմնի վրա և ցույց տվեց խիստ անձնական մի դաջվածք, որը հայերեն սիրո խոստովանություն էր։ Իդեպ երևանյան համերգը նա կավարտի հայկական երգացանկից մի անակնկալ կատարումով։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։